ես Արման Ղարբյանն եմ, մենք գտնենք Buffalo Grill Bar-ում։ Այսօր եւս առանձնացրել ենք ձեզ համար հանրապետական մամուլում տեղ գտած ուշագրավ նորությունները, որոնք քննարկելու եմ իմ գործընկեր Զարուհի Մեջնումյանի հետ։ Բարի լույս Զարուհի։ Բարի լույս Արման։ Շատ ուրախ եմ, որ այսօր հյուրընկալվել ես մեզ եւ առավոտը աշխատանքային մեզ հետ ես սկսելու։ Երեք ազգային ժողովի նիստը մեկնարկեց եւ կարեւոր հայտարարություններ հնչեցին այնտեղ, բայց սակայն այսօր սկսելու ենք ոչ թե քաղաքական նորություններից, այլ քանի որ դու ես այսօր մեզ հետ աշխատանքային օրը սկսում եւ քանի որ մասնագիտացած ես քրեական իրավունքի ոլորտում եւ տարիներ շարունակ լուսաբանում ես, կուզեի որ այդ ոլորտի խնդիրներով սկսենք եւ ժամանակ մնալ դեպքում կանադառնանք նաեւ վարչապետերի փոփոխություններին։ Մասնավորապես համաներման համատեքստում, հա, կարող ենք քննարկել խնդիրները, քանի որ տեղեկություն կա եւ այսօր ժողովուրդ օրաթերթն է գրում այդ մասին։ Հայաստանի անկախության 25-րդ տարեդարձի կապակցությամբ համաներման նախագիծն արդեն պատրաստ է։ Ըստ նույն լուրերի քրեակատարողական վարչությունը նույնիսկ հաշվարկել է, թե քանի դատապարտյալի վրա ինքը տարածվի, սակայն դեռևս չի ստակեցվել, թե այն երբ է ուղարկվելու խորհրդարանի հաստատմանը։ Հավանաբար սեպտեմբերի 21-ին կհրապարակվի համաներում հայտարարելու մտադրության մասին, իսկ նախագիծը քննարկելու նպատակով խորհրդարանի արտահայտ նիստ կհրավիրվի։ Ենթադրվում է, որ դա կարող է առաջիկա 2 շաբաթներին տեղի ունենալ։ Մյուս կողմից դատաիրավական ոլորտում արդեն իսկ լուրեր են շրջանառվում, որ քաղաքական դաշտում վերջին օրերին ծավալվող բուռն զարգացումներով պայմանավորված հնարավոր է համաներման մասին ՀՀ օրենքի ընդունումը 1 կամ 2 ամսով հետաձգվի։ Իհարկե նման տարբերակի հավանականությունը շատ փոքր է գնահատվում, քանի որ 3 ԱԺ-ում խոսվում էր սեպտեմբերի 26-ին նախատեսվում է ԱԺ արտահայտ նիստ։ Ամեն դեպքում ընդամենը 6 օրից Հայաստանը կնշի իր անկախության 25-ամյակը։ Օրվա հետ կապված բազմաթիվ միջոցառումներ են նախատեսված, այդ թվում մեծ զորահանդես։ Իսկ դատապարտյալների եւ քրեական հանցագործություններ կատարածների ու նրանց հարազատների ուշն ու միտքը համաներումն է, որպեսզի ազատվեն քրեական պատասխանատվությունից։ Թերևս այս վերջին մտքի հետ չեն կարող չհամաձայնել, որ մի շարք մարդկանց ուշք ու միտքը այս տոնակատարության հետ կապված միայն այդ համաներմանն է ուղղված, որպեսզի տեսնեն արդյոք իրենց հարազատների վրա կտարածվի դա ինչ ակնկալիքներ նրանք պետք է ունենան եւ ըստ քեզ ինչ ծավալների կլինի, որտեղ նախորդ հրապարակումներում էլ ասում էր, որ այս տարի կարող է աննախադեպ մեծ ծավալով համաներում լինի եւ շատ մեծ թվով դատապարտյալներ ազատվեն։ Տեսեք Արման, այնինչ ասում եք դուք, հա, լուրերի մակարդակով է ընդհանրապես, հա, ժողովրդի տեղեկություններով, այսինչ կայքի տեղեկություններով, իշխանական աղբյուրներին մոտ կանգնած մեր տեղեկություններով ասում են, թե, հա, դրանք բոլորը դեռ ասեկոսեների մակարդակում են, ինձ էլի զանգահարեցին ճիշտն ասած մի քանի օր առաջ մեկ այլ լրատվամիջոցից եւ խնդրեցին մեկնաբանել իբրև հասարակական կազմակերպության ղեկավար։ Ես ասացի, որ լուրեր ասեկոսեների մակարդակում չեմ մեկնաբանում, այ երբ մենք ունենանք պաշտոնական փաստաթուղթ, խնդրեմ, ես կարող եմ ասել իմ կարծիքը համաներումների վերաբերյալ, բայց առհասարակ ասեմ, որ համաներումները ուղղակի այսպես միջոց են դատաիրավական համակարգում սխալները սրբագրելու համար։ Եթե մենք ունենայինք գործուն օրենսդրական մեխանիզմներ, մենք համաներումների կարիք չէինք ունենա եւ ձեր կարդացած վերջին միտքը դատապարտյալների եւ նրանց հարազատների վերաբերյալ այդպես տեղ չէր գտնի, հա, նրանք այդպես սրտատրոփ չէին սպասի, նրանք կսպասեին օրենսդրական մեխանիզմների կիրառմանը։ Օրինակ 3 ես տառացիորեն մասնակցում էի դատական նիստին, որտեղ անձը վիճարկում է պայմանական վաղաժամկետ, շնորհակալություն, պայմանական վաղաժամկետ ազատ արձակման մերժման դիմումը։ Քրեակատարողական վարչությունը մերժել էր նախկին զինվոր արդեն 20 տարի բանտում գտնվող Արթուր Մկրտչյանի պայմանական վաղաժամկետ ազատման ներկայացնել։ Այո, նման մերժումները։ Այո, շատ հաճախ է լինում եւ խոսքս ինչն էր, հա, եթե գործեն այդ մեխանիզմներ օրենսդրական, այսօր էլ կան պատժից պայմանական ազատման մեխանիզմ, չկրած պատիժը, առավել մեղմ պատժատեսակով փոխարինելու մեխանիզմ, կա ի վերջո գրավի մեխանիզմը, որ կարող է կալանք չկիրառվել, բայց մենք տեսնում ենք, որ 99%-ով բավարարվում են կալանքի միջնորդությունները դատարաններում։ Ինչևէ, ուզում եմ ասել, որ այն մեխանիզմները, որոնք կան եւ սահմանված են օրենսդրությամբ, կարող են դրանք կիրառվել եւ հեշտությամբ բանտերի բեռնաթափման հարցեր լուծեն, դատական համակարգի սխալների սրբագրման հարցեր լուծեն եւ չապավինենք այսպես, հա, բարի թագավորի կամքին, որը մեկ օր կասի եկեք համաներում հայտարարենք։ Ինչ խոսք, ամեն դեպքում սա եւս լուծման մեթոդներից մեկն է, երբ չեն գործում այլ մեթոդները։ Այո, եւ ոչ ցանկալի, որովհետեւ հիմնականում դա տարածվում է
ավելի թեթև եւ միջին ծանրության հանցագործություններ կատարած անձանց վրա եւ ինչ խոսք կարծում եմ դրանից հետո կրկնահանցագործությունների թիվը ավելանում է։ Այսինքն մենք պետք է խոսենք ռեաբիլիտացիայի մասին, վերականգնման մասին, ինչ է արվում, որպեսզի անձը գտնվելով քրեակատարողական հաստատությունում մտքով, հոգով առողջ քաղաքացի վերադառնա եւ այլևս չպատրաստվի հանցագործության։ Սա իհարկե շատ մեծ եւ գլոբալ խնդիր է, քրեական իրավունքի մի մասնագետ էր Բոսնիայից եկել այստեղ, Գորան Շիմիչը, այնտեղ արդարադատության նախարարի խորհրդական էր աշխատել եւ բազմաթիվ այդպես գիտական հոդվածների հեղինակ էր։ Գորան Շիմիչը ասում էր, երբ ես իմ դասախոսին առաջին անգամ լսեցի, նա ասաց, որ հանցագործությունների կանխման 3 մեթոդ կա, 3-ն էլ այսպես, անգլերենով ասած prevention, այսինքն կանխարգելում։ Եթե մենք սոցիալական արդարության խնդիր այստեղ լուծենք, ազատության մեջ, ես կարծում եմ, որ մենք 80%-անոց կարող ենք ունենալ հանցագործությունների կանխարգելում, որովհետև երբ որ նայում ես մեր 80% հանցագործությունների հետքը դրանք սոցիալական ծագում ունեն։ Սա է ողջ խնդիրը։ Հանցագործություններից խոսեցի, ստացվում է, որ մարդիկ, որոնք այդպես կարճաժամկետ դատապարտվել են, կարծես թե կարող են արդեն գուշակել, որ որոշ ժամանակ անց իրենք ազատ են արձակվելու եւ կրկնելու դեպքում այդ հանցագործությունը դարձյալ համաներում կլինի մի 3 տարի հետո, այսինքն այստեղ խնդիրները շատ ավելի խորն են։ Անգլիայում ուսումնասիրություն էին արել Կետրին Էփելտոն անունով մի հետաքրքիր քրեական իրավունքի մասնագետ, որը գտել էր իր ուսումնասիրության մեջ այսպիսի մի աքսիոմետրիկ հասկացողություն, եթե Անգլիայում ազատվում է ծանր եւ առանձնապես ծանր հանցագործություն կատարած անձը պայմանական ազատմամբ կամ վերջնական պատիժը կրելով, նա կրկնահանցագործությունների տոկոսը ձգտում էր 0-ականի։ Իսկ երբ թեթև եւ միջին ծանրության հանցագործություն կատարած անձն է, ավելի շատ հակված է կրկնահանցագործության, որովհետեւ անձը ով 20 տարի այսինքն պատիժ է կրել, նա բանտի կողքով անգամ արդեն չի անցնում եւ հանցագործություններ կատարելու եւ հետո շատ ուժեղ ծրագրեր են ուսումնական աշխատում այնտեղ։ Այսինքն անձը անցնում է A-ից D համակարգով եւ ունի անհատական աշխատանքային պլան։ Ինչ անի, որ A-ից անցնի B։ Մեր նման չի, 20 տարի մարդը փակ ռեժիմում նստի, ոչ, այնտեղ կա հստակ ծրագիր, ինչ անի մարդը, որ A բանտից անցնի B բանտը, B բանտից C-ն եւ C-ից D-ն արդեն առանց ճաղերի բանտն է, որտեղ նա կարող է արդեն իր հարազատների հետ լինել, այո, նա մոտիվացված է, այո, եւ նա աշխատում է եւ միգուցե այդ ծրագիրը ոչ թե 5 տարում անցնի, այլ օրինակ 2 տարում անցնի, նա սովորի, աշխատի, կապը պահպանի ընտանիքի հետ։ Սրանք շատ հետաքրքիր մեխանիզմներ են, որոնք պետք է մի օր գան Հայաստան։ Իդեպ խոսենք նաև այն մասին, որ շատ մարդիկ, որոնք հենց երկար տարիներով են դատապարտված, պնդում են տարիներ շարունակ, արդեն 10-ից ավելի տարիներ շարունակ, որ իրենք անարդարացիորեն են դատապարտվել, սակայն համաներումը կարծես այս տարվանը եւս նրանց չի անդրադառնալու եւ նրանց հարցերը մնում են այդպես էլ չլուծված։ Այո, ճիշտ նկատեցիր, գիտես նաեւ, որ հետքում հեղինակում եմ Խեղված ճակատագրեր հոդվածաշարը եւ այդ հոդվածաշարի շրջանակներում դատարանների կենտրոնական արխիվում նայեցի հեռավոր 90-ականների գործերը, ինչպես էին քննվել նախկին իրավական համակարգում, ապացուցողական բազան այնքան թույլ էր, չեք պատկերացնի, այնտեղ գիտական ապացույցների մասին արդեն խոսել էլ չենք կարող, ընդհանրապես մեկ ցուցմունք կարող է լինել գործի երկով շահագրգիռ անձի 4-5 անգամ փոփոխված 2 ամիս նախաքննություն, որ այսօր գիտենք մեկ փորձաքննությունն է տևում 2 ամիս եւ 2 ամիս դատաքննություն ու վերջ Արդյուն մահապատժի դատավճիռ, այսպես 11 գործ շուրջ ուսումնասիրեցի, ծնվեց այդ ֆիլմը, դսեք մեր ձայնը 11 ճակատագիր բանտից, 3 գործով նոր Երևան եկած հանգամանքներ ի հայտ բերվեցին, սակայն եւ դատախազությունը եւ Վճռաբեկ դատարանը հրաժարվեցին գործերի վերաբացման վարույթներ սկսել, պատճառաբանելով, որ դրանք բավարար հիմքեր չեն։ Մինչդեռ մենք գիտենք, որ զարգացած իրավական համակարգեր ունեցող երկրներում, օրինակ 300 տարեկան դատարաններ, կան, կամ Անգլիայում վերաքննիչ դատարանը ծնվել է հենց Անգլիայում 100 տարեկան է արդեն, բայց մարդիկ ընդունում են դատական սխալի հավանականությունը եւ Միացյալ Նահանգների տվյալը ասեմ, Միչիգանի համալսարանում Կարե Էստեր արդարացվածների տարիներ անց, տասնյակ տարիներ անց վերաբացված գործերով արդեն 1800-ից անցել է թիվը անձանց
Եվ դրանցից միայն 345-ը ԴՆԹ տեստի հիմքով։ Մյուսները վերաբացվել են նոր Երևան եկած հանգամանքներ, դատական սխալի ճանաչման։ Պատկերացրեք, մարդ 20, 25, 30 տարի անց իրեղեն ապացույցների պահպանման շնորհիվ, նոր գիտության զարգացման շնորհիվ մարդիկ ճանաչվում են անմեղ, դուրս են գալիս հասարակություն, այսինքն պետությունը սրբագրում է իր սխալները։ Սա մեծագույն հարգանք է մարդու իրավունքների նկատմամբ։ Ինչու ենք մենք դժվարանում սրբագրել մեր սխալները։ Կարծում եմ սովետական համակարգի շտամպ այնուամենայնիվ կա, երբ դատական արխիվներում ուսումնասիրում է այդ գործերը, չեմ չափազանցնում, դրանք ֆոտոներով էլ տպագրված են, կտեսնես, որ անգամ ձևաթղթերի մեջ, այսինքն ձևական կողմը եւս կրում է այդ շտամպը։ Ուրեմն գրված է 95 թվականի դատավճռից եմ օրինակ բերում հանուն հայկական սոցիալիստական հանրապետություն։ Երբեմն տեսել եմ նման։ Այո, երբեմն այն ջնջված է, վերևում գրված է Հայաստանի Հանրապետություն, երբեմն դա էլ արված չէ, այսինքն ձևը նաև նախանշում է բովանդակություն, պես է, չէ՞։ Ինչի մասին է խոսքը։ Մենք որդեգրել ենք այդ անսխալականության սկզբունքը, մի տեսակ տղայականություն եմ տեսնում այստեղ իհարկե, բայց պետք է աշխատել այդ ուղղությամբ, պետք է աշխատել եւ կամքը ձևավորել դատաիրավական համակարգի պաշտոնյաների մոտ եւ հասարակության մոտ, որ այո, հնարավոր են դատական սխալներ, հնարավոր է ազգուշաբար է դատարանը սխալվել, հնարավոր է միտումնավոր է սխալվել, սա այլ հարց է արդեն քրեաիրավական ոլորտից, բայց եթե ազգուշ սխալներ են տեղի ունեցել, ապա պետք է դատական համակարգը կամք գտնի իր մեջ սխալները սրբագրելու, ուղղելու, մարդկանց վերադարձնելու հասարակություն։ Ես հիմա գիտես իրավաբանական ֆակուլտետում սովորում եմ նաև քրեական իրավունք որպես երկրորդ մասնագիտություն եւ հենց թեզիս թեման որոշել եմ կյանքի եւ առողջության դեմ ուղղված հանցագործություններում դատական սխալի հետևանքները, այսինքն ինչի է բերում դա, ինչպես է հասարակությունը հիվանդանում, երբ տեղի ունենում դատական սխալ, երբ մեղավորը մնում է դրսում, պատժվում է անմեղը։ Երբ ես հասկացել եմ այսպիսի մի բան, որ մեզ մոտ ամբողջ խնդիրը արդար դատաքննության մեջ է։ Տեսեք, երբ ուժողներն են ազդեցիկ, կարող է պատժվել անգամ անմեղը մեկ ցուցմունքի հիմքի վրա։ Երբ մեղադրյալներն են ազդեցիկ, անգամ երբ ունենք 100 ապացույց եւ դրանք հրապարակված են, ասենք լրագրողները դեմքերով ցույց են տալիս, բայց անձը կարող է մնալ անպատիժ։ Այսինքն խնդիրը որն է, այդ շահերի հավասարակշռման կենտրոնը, որը անկախ դատարանն է։ Ցավում եմ, բայց մենք դեռ դա չունենք։ Իսկ դատական սխալների մասին որոշ վճիռներ են ստացվում արդեն մարդու եվրոպական դատարանում։ Այսինքն ոչ միայն մենք ենք փաստում, որ լինում են դատական սխալներ, այլև միջազգային դատարանն է դա փաստում։ Եվ հիմնականում արդար դատաքննության իրավունքի խախտումն է, մոտավորապես 45 գործ։ Իդեպ թեման շարունակելով մի հրապարակում կար այսօր ուշագրավ Հայկական ժամանակ թերթում մի կոնկրետ քրեական գործի մասին է գրում ՀՀ ազգային ժողովի պատգամավոր Սամվել Ալեքսանյանի աշխատակից ձկնկուլ մականունով հայտնի Արմեն Իսրայելյանին առևանգելու շորթում կատարելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործը սառել է։ Մեր տեղեկություններով քրեական գործի շրջանակներում դեռ մեղադրյալներ կանոնավորված անձիկ չկան։ Դա մեծ զրույցում հաստատեց նաև Իսրայելյանի կինը Ռուզաննան։ Մեր հարցին պատասխան նա ասաց, որ այս գործով ամուսինը հարցաքննվել է մեկ անգամ։ Այս պահին ոչ մի նորություն չունենք, ոչ մի բան էլ չկա։ Գործ չի ընթանում։ Թերթը հիշեցնում է, որ 2002-ից սկսած Արմեն Իսրայելյան աշխատել է պատգամավոր Ալեքսանյանի աշխատակիցն է եղել եւ նրան պատկանող ընկերություններից մեկում է աշխատել։ Եվ Հայկական ժամանակ թղթակցին պատմել էր, թե ինչպես է Ալեքսանյանն առևանգել իրեր, խլել բիզնեսները։ Թերթի հրապարակումից հետո ՀԿՑ մի քանի դրվագներով քրեական գործեր հարուցվեց, սակայն ձկնկուլը 19 օրվա մեջ 19 տարբեր հերքումներով հանդես եկավ։ Մեկ նշելով, թե խմած է հարցազրույց տվել, մեկ էլ թե տեղյակ չի եղել, որ զրուցակիցը լրագրող է եղել, այլ իմացել է, որ իր ընտանիքի անդամի հետ է զրուցում։ Գրում է Հայկական ժամանակ օրաթերթը։ Զարուհի կարծում եմ, որ ինքդ էլ հանդիպել ես նման դեպքերի եւ ցուցմունքներ են փոխվում։ Եվ կարելի ասել ստացվում են նախաքննության մարմին ձեռնտու ցուցմունքներ, որից հետո շատ գործեր կամ այսպես սառում են, ոնց որ այս գործը, կամ փակվում են հենց այդ փոխված ցուցմունքների արդյունքում։ Կոնկրետ այս գործի նյութերին ծանոթ չեմ եւ սովոր չեմ կարծիք հայտնել մի գործի մասին, որը ինքս չեմ կարդացել եւ քրեական գործերի նյութերը կարող են շատ այլ հանգամանքների մասին ասել մեզ, բայց ընդհանուր առմամբ ինչ վերաբերում է ցուցմունքների փոխելուն եւ ցուցմունքները դնել դատավճռի հիմքում հաճախ նաեւ ինքնախոստովանական ցուցմունքը այ կա չէ հասարակության մեջ ընդունված կարծիք, բայց չէ որ ինքը խոստովանել է, հա
Այդ խոստովանությունը դեռ ամեն ինչ չէ։ Եվ քրեական իրավունքը նաև տալիս է մարդուն հնարավորություն լռելու իրավունքի հնարավորություն, այո, ինքն իր դեմ եւ իր հարազատների դեմ ցուցմունք չտալ։ Հաճախ այս իրավունքը շրջանցվում է եւ մենք շատ ենք տեսել դեպքեր, երբ Վիշինսկու ասած դեռ ինքնախոստովանական ցուցմունքը ցուցմունքների թագուհին է, այդ արտահայտությունը ինչպես է պրակտիկ կիրառումը գտնում կոնկրետ քրեական գործերով։ Այ երեկվա գործը, ասեմ, Արթուր Մկրտչյանի գործը, Արթուրը նախաքննության փուլում տվել էր ինքնախոստովանական ցուցմունք։ Խոսքը 96 թվականի մասին է։ 20 տարի առաջ 18 տարեկան երիտասարդ, այո, զինվորական գործ էր դա, մեղադրվում է 5 ծառայակիցների սպանության մեղադրանքով, ուրեմն այնպես էին խոշտանգել այդ տղային եւ հետո հարևան Զորամասում ծառայող եղբորն էին բերել խոշտանգել եւ հետո հոր դեմ էին քրեական գործ հարուցել եւ ի վերջո Արթուրը տվել էր ինքնախոստովանական ցուցմունքներ։ Հետագայում իհարկե դատարանում նա ասել էր, որ դա տվել է խոշտանգումների այո հետևանքով, բայց որևէ քրեական գործ չի հարուցվել այս մասով, որևէ մեկը պատասխանատվություն չի կրել այս մասով եւ ես իհարկե Նուբարաշեն քրեակատավական հիմնարկում եւս հանդիպել եմ Արթուրին եւ հարցազրույց արել, նա պատմում էր, թե ինչպես էին խոշտանգում, որ կարողանաս անգամ չարածդ ընդունել որպես կայացած փաստ, դնում էին դիմացը, ստորագրեր տալիս եւ այլն եւ այլն, հա։ Պատկերացնում եմ, որ ամենադաժան մեթոդների հավանաբար դիմաց կլինի։ Այո, եւ այդ մասին զեկույցներ կան իմիջայլոց, թե ինչպիսի մեթոդներ են կիրառվել, ամենաանհավանական մեթոդները, որ մարդու երևակայությունից դուրս են անգամ, ինչպես կարելի անել, որ մարդը տա ինքնախոստովանական ցուցմունքներ։ Մենք գիտենք, որ ինքնախոստովանական ցուցմունքներ տվել էին նաև Մատաղիսի հայտնի գործով զինվորները, համացանցում ի դեպ մինչ օրս կա այդ տեսանյութը, թե ինչպես է Ռազմիկ Սարգսյանը տալիս ինքնախոստովանական ցուցմունք, թեպետ անձինք արդեն տարիներ առաջ արդարացման դատավճռով դուրս են եկել ազատություն։ Մենք գիտենք նաև, որ ինքնախոստովանական ցուցմունքով է դատապարտվել նաև Արմեն Պողոսյանը 90-ականների վերջին էր այդ գործը քննվում, ի դեպ հետո Աղվան Հովսեփյանը նրան նվիրեց Կոմս Մոնտե Քրիստո գիրքը, ոչ թե դատական սխալը շտկվեց, հա, եւս բռնություն էր եղել, նա տվել էր ինքնախոստովանական ցուցմունք, թե ինչպես է բռնաբարել եւ սպանել մանկահասակ աղջկան, բայց 5.5 տարի անց եւս մեկ դեպք եղավ, պահանջվեց եւս մեկ զոհ եւ այն անձը, ով ձերբակալվել էր, գրեց, գիտեք ինչ, այն 5.5 տարի առաջվանն էլ էի ես։ Հասկանում եք, այսինքն դատական սխալ է, խեղվեց եւս մեկ ճակատագիր, այո։ Եվ դուք պատկերացնում եք, եթե այդ եւս մեկ ողբերգությունը չլիներ, Արմեն Պողոսյանը մինչ օրս միգուցե բանտում լիներ։ Ինչի մասին է խոսքը, Ամերիկայի Միացյալ Նահանգներում այդ վերաբացված գործերից 34%-ի դեպքում անձինք դատապարտված են եղել ինքնախոստովանական ցուցմունքների վրա։ Էլ չենք խոսում, որ կարող է անձը դատապարտվել նաև գործի ելքով շահագրգիռ անձի ցուցմունքի վրա, այդպիսի գործ եւս կա։ Անձը 20 տարի պնդում է, որ ինքը մեկ շահագրգիռ անձի ցուցմունքի վրա է դատապարտվել, սակայն գործի վերաբացման վարույթ դարձյալ չի լինում։ Այսինքն որևէ ուղղակի ապացույց քրեական իրավունքի տեսանկյունից դատարանը չի ունեցել։ Այնուամենայնիվ կայացրել է մահապատժի դատավճիռ։ Զարուհի, որպեսզի տպավորություն չլինի, որ մենք անցյալ շատ վաղ անցյալի սխալներից ենք խոսում 90-ականներ, վաղ 2000-ականներ, ինչպիսին է վիճակը այսօր, նույն սխալները դու նկատում ես դատական համակարգում։ Շատ բան է փոխվել։ Իրավական համակարգում օրենսդրությունից սկսած, օրենսդրությունը բավականին լիբերալիզացվել է։ Քառափուլ դատաիրավական բարեփոխումների շրջան ենք ի վերջո անցել։ 25 տարի բարեփոխվում է դատական համակարգը։ Օրենսդրությունը բավականին լավն է։ Իսկ կիրառական պրակտիկան ահագին լավն է։ Վճռաբեկ դատարանը ի վերջո սկսեց 2007-ից նախադեպեր կիրառել եւ մենք ունենք Բալաբեկյանի գործը, երբ Վճռաբեկ դատարանը նույն ասում է, որ գործի ելքով շահագրգիռ անձի ցուցմունքը չի կարող դրվել դատավճռի եմքում, եթե այն այլ փաստական տվյալներով չի ապացուցված, սակայն սա չի կարող տարածվել այն գործերի վրա։ Եթե մենք ուզում ենք նոր իրավական համակարգի եւ հնի միջև գիծ քաշել, մենք պետք է այնուամենայնիվ անդրադարձ կատարենք նաեւ հին գործերին ու ասենք, որ այսուհետ մենք սկսում ենք աշխատել այսպես,
Այսու հետ մենք ապացույցներ ենք հավաքելու, այդ ապացույցները պետք է լինեն լրիվ, ամբողջական, համակցության մեջ վերաբերելի, թույլատրելի եւ այլն, օբյեկտիվ քննության արդյունքում ձեռք բերված։ Սա է մեծագույն հարգանք մարդու իրավունքների նկատմամբ։ Չգիտեմ, ինձ համար արդար դատաքննությունից վեր ոչինչ չկա։ Երբ որ տեղի չի ունենում արդար դատաքննություն, խեղվում են բազմաթիվ ճակատագրեր եւ ի վերջո հիվանդանում է հասարակությունը։ Իդեպ ոչ այդքան օրենքի, այլ օրենքով գողերի մասին մի հրապարակում կուզեի նաև առանձնացնել, հրապարակ օրաթերթն էր այսօր գրել։ Մի քանի օր է լուրեր են տարածվել, թե իշխանությունը հրահանգել է օրենքով գողերին անհապաղ լքել հանրապետությունը։ Իսկ մինչ այդ մեր աղբյուրներից տեղեկացան, որ սեպտեմբերի 12-ին Եվրոպա ռեստորանում մեծ շուկով նշել են օրենքով գող Նորատուսցի Ալիկ Բանդուրյանի տարեդարձը։ Տարեդարձի մասնակցել են մի շարք գողականներ, պաշտոնյաներ։ Ոչ առաջին անգամն է նման հրապարակման հանդիպում, այլ հարցը թե ինչու է մամուլը շատ հաճախ անդրադառնում օրենքով գողերին, սակայն փաստ է, որ շատ հաճախ նրանց անունները հոլովում են պաշտոնյաների հետ կողքի են դրվում եւ նաեւ լինում են շատ հրապարակումներ եւ այդ օրենքով գողերի տոնակատարություններին, այսպես ասած, բավականին բարձրացիան պաշտոնյաներ են մասնակցում, թեևս դա է պատճառը, որ օրաթերթերը ուշադրության կենտրոնում են պահում այս անձանց ճակերտավոր գործունեությունը։ Ինչու են այսքան կարևոր օրենքով գողերը Հայաստանում։ Տես, նորից մենք լուրերի մակարդակով, ասեկոսեների մակարդակով, այսինքն որևէ հաստատված փաստ չկա, որ իրականում այդ փաստը տեղի է ունեցել։ Ես գտնում եմ, որ լրագրության եւ իրավաբանության հենքը նույնն է, այսինքն փաստն է։ Չկա փաստ, չկա լրագրություն։ Հիմա գրել են, որ հնարավոր է այսպես եղել է, հնարավոր է չի եղել։ Հիմա մենք մեկնաբանենք հնարավոր չեղածը կամ հնարավոր եղածը, չգիտեմ, ուղղակի գտնում եմ, որ այդ ենթամշակույթին այնքան ծանոթ չեմ, որպեսզի կարծիք արտահայտեմ, բայց այդ ենթամշակույթը հասկանում եմ, որ ինչ որ պահի սովետական իշխանության ժամանակ ստեղծեցին, որպեսզի իրենց գործը հեշտացնեն, հա, պետական մարմինները։ Այսինքն կլինի մի մարմին, որին անվերապահ հանցագործ չեմ ուզում։ Այո, հա, կենթարկվի, հանցագործ բառը չեմ սիրում, այսինքն մարդիկ, ովքեր գտնվում են բանտերում, կենթարկվեն, կամ այսինքն թաղային հեղինակությունները դրսում կամ ներսում կարող են զսպման մեխանիզմ որպես կիրառել։ Ես այդպես եմ հասկանում այդ աշխարհը եւ այդ աշխարհի կապը իշխանության հետ անշուշտ գտնում եմ, որ այսօր այո հնարավոր է, որովհետեւ պետական մարմինները իրենք են կարծում եմ ստեղծել այդ աշխարհը, որպեսզի կարողանան այնտեղ զսպեն հնարավոր կրքերը, կառավարելի դարձնեն, այո, այդ դաշտը։ Այո, մարդիկ, որոնք կլինեն հեղինակություններ եւ որոնց անվերապահ կհավատան մյուս դատապարտյալները։ Սա կարծում եմ մեկնաբանելու կամ վեր գաղափարներ արտահայտելու առիթ չէ։ Ինչպես այդ սովետական միությունից մնացած շտամպերը, որ ասես, սա էլ կարծես, մեր սովետական ժառանգությունն է։ Այո, ժառանգությունը գողերը եւ այդ առումով եւ պետք է զարմանալ, որ մամուլում հաճախ է տեղեկություններ գտնում հայտնվում օրենքով գողերի մասին։ Չգիտեմ, ես զարմանում եմ ամեն դեպքում։ Եթե դա ճշտված փաստ չէ, որովհետև հետաքննական լրագրությունը գիտես դու ես աշխատել այդ ոլորտում, հիմնված է փաստերի վրա։ Այնուամենայնիվ կարծում եմ նաև դժվար է կասկածել, որ մեր պաշտոնյաները իսկապես ընկերություն են կարծես անում այդ օրենքով գողերի հետ չակերտավոր։ Չգիտեմ, ականատես չեմ եղել որևէ միջոցառման, որտեղ իրենք միասին լինեն կամ չեմ լուսաբանել այդպիսի միջոցառում։ Այ երբ կլուսաբանեմ, կհրավիրեն մեզ որպես լրագրողների եւ մենք էլ այդպես լուրջ դեմքերով կգնանք ֆոտոապարատներով կֆիքսենք այդ փաստը։ Խնդրեմ, գրենք այդ մասին, գրենք նաև պատճառների մասին, հետևանքների մասին եւ այլն։ Շատ լավ, շնորհակալություն Զարուհի օրը մեզ հետ սկսելու համար եւ հետաքրքիր եւ բովանդակալի զրույցի համար։ Հարգելի լսողներ, հիշեցնեմ, որ իմ զրուցակիցն էր Հետք էլեկտրոնային թերթի լրագրող Զարուհի Մեջլումյանը։